Տիկին Մելոյան Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի ներքին լեգիտիմությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է ունենալ նոր սահմանադրություն։ Իսկ ինչպես գիտենք, Ադրբեջանը սահմանադրության փոխել է որպես խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է առաջարկում, թեև Հայաստանի իշխանությունները պնդում են, որ այն Հայաստանի ներքին գործն է։ Այդուհանդերձ դուք ինչ եք կարծում, Բաքվի պահանջով է նոր սահմանադրություն գրվում։ Բարի, իմ կարծիքը միանշանակ է եւ կարծիքս հիմնված է մի շարք իրադարձությունների վրա։ Այո, նախորդ տարվանից երբ հունվար ամսվան Ադրբեջանի ղեկավարը արդեն հայտարարությամբ հանդես եկավ առայն, որ իրենք օրակարգային պահանջ ունեն մեր սահմանադրության փոփոխման վերաբերյալ, մինչ այդ ունենալով այս իշխանությունները իրենց օրակարգում սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որը միայն խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, անմիջապես Ադրբեջանի ղեկավարին հաջորդեց մեր երկրի ղեկավարի գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունն առայն, որ մենք այլևս սահմանադրական փոփոխությունների օրակարգը փոխում ենք նոր սահմանադրության ընդունման օրակարգով։ Տեխնիկական տարբերությունը էական է, եթե սահմանադրական փոփոխությունների պարագայում տեքստը ըստ էության ամբողջությամբ կարող էր նորովի շարադրվել եւ փոփոխություն կատարվեր, նոր սահմանադրությունը հնարավոր է բացառապես մի քանի փոփոխություն անելու նպատակով։ Դա փոփոխությունն է մեր սահմանության նախաբանում եւ անփոփոխելի հոդվածներում, իսկ Ադրբեջանի պահանջը սահմանադրական փոփոխությունների պայմանավորված է մեր սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրին հղումը հանելով։ Ու այնքան առաջնահերթություն օրակարգային ունի իրենց մոտ, որ նախորդ 2 տարվա ընթացքում իրենք ամենաբարձր ամբիոններից անընդմեջ միայն նախորդ տարվա ընթացքում մենք հաշվել ենք 30-ից ավել անգամ միայն իրենց ղեկավարն է խոսել Հայաստանում նոր սահմանադրության ընդունման օրակարգի մասին։ Դրա մասին նաև Անտալիայում հայտնի հանդիպման արտգործնախարարների կրկին պնդում կատարեց իրենց արտգործնախարարը ու անգամ մեր իշխանություններն են հաստատում այդ պահանջը, որ կա համաձայնություն նախաստորագրված փաստաթուղթ, բայց այն վերջնական ստորագրելու հիմնական պահանջներից մեկը մեր երկրում սահմանադրական փոփոխություններն են նոր սահմանադրության տեքստի ընդունմամբ։ Այստեղ մի քանի կարևոր հանգամանք պետք է ընդգծել։ Նախ մինչ օրս շուրջ 7 տարի օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխություններ այնուհետև նոր սահմանադրության այս իշխանությունը գեթ մեկ դրույթ թղթին տրված մեզ մասնագիտական հանրությանը, մեր հասարակությանը չի ներկայացվել։ Այդ պարագայում, երբ անգամ իրենք մոտավոր պատկերացում չունեն, հրաժարվում են հայեցակարգ կազմելու սահմանադրությամբ, հրատապ նոր սահմանության տեքստ մշակելը շատ լրջագույն մտահոգությունների տեղիք է տալիս, որովհետև մենք գոյություն ունի Վենետիկի հանձնաժողով, որը շատ հարուստ փորձառություն ունի երկպետություններում սահմանադրական փոփոխությունների եւ նոր սահմանադրությունների ընդունման օրակարգային հարցերի հետ կապված իրենց խորհրդը կարծիքներով կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ երկրի սահմանադրական փոփոխությունը կամ նոր սահմանադրություն չեն կարող քաղաքական բանակցային գործընթացի ու քաղաքական շանտաժի առարկա հանդիսանալ։ Սա մեկ։ Երկրորդ կարևորագույն արձանագրումն այն է, որ այս իշխանությունը արդեն իրենց վերջին վարչության նիստում, իրենց հայտնի հռչակագրի դրույթներում ունեն ամրագրված այն պնդումը, որ եթե իրենք 26 թվականի մոտակա ընտրություններում ստանան մեր հանրության մեծամասնության վստահության քվեն, իրենց օրակարգային առաջնահերթ խնդիրներից է լինելու ու անելիքներից է լինելու նոր սահմանադրության ընդունումը։ Ու կրկին որպես հետևություն ամփոփիչ խոսք ընդգծում այն է լրջագույն մտահոգությունը, որ մենք հասկանում ենք, որ այդ սահմանադրական փոփոխությունը նոր սահմանադրության ընդունումը բացառապես սպասարկելու է թշնամու օրակարգը եւ լրջագույն ներպետական ու իրավական անվտանգության խնդիր կարող է հանդիսանալ, որովհետև սահմանադրությունները կրկին եմ ընդունում, երկրի հիմնարար օրենքը չի կարող փոփոխվել բացառապես թշնամու օրակարգը սպասարկելով, որովհետև գեթ այսօր մենք չունենք թղթին տրված նորմալ պատճառաբանված հայեցակարգ այդ փոփոխության։ Դուք էլ նշեցիք, որ Բաքվի պահանջն է, որպեսզի Հայաստանի սահմանադրությունից հանվի նախաբանը, որում հղում կա Հայաստանի անկախությանը եւ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին դրույթը։ Հայաստանյան իշխանությունները, նաև արդարադատության նախարարը դեռևս պարզաբանում չեն տվել նախաբանը կհանվի անկախության հռչակագիրը թե ոչ։ Դուք ինչ եք կարծում, նոր սահմանադրությունը առանց այս կետերի կլինի թե ոչ։
Դե ես համոզմունք ունեմ, որ բնականաբար այս ամբողջ գործընթացը գալիս է սպասարկելու ադրբեջանական օրակարգը եւ իրենք պնդում չեն հերքում, հա, որ այդ միտում, այո, իրենք երբեմն տարբեր հարցադրումների պարագայով ասում են, որ ի սկզբանե ունեցել են օրակարգում սահմանադրական բարեփոխումներ ու քավլիցի ոչ ոք չի հերքում, այո, դուք ունեցել եք արդեն 2 անգամ ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով։ Հերքումը կանում է ու պնդում փաստական հանգամանքներով առ այն, որ ձեր սահմանադրական բարեփոխումների փոփոխությունների օրակարգը անմիջապես ադրբեջանական կողմից թելադրվելուց հետո ու օրակարգ դառնալուց հետո փոխվեց նոր սահմանադրության ընդունման օրակարգ։ Այստեղ է էական տարբերությունը ու այստեղ է, հա, փաստավավերագրական հետհայացքի տեղիք ունենք, որ կարող ենք մեզ թույլ տալ նման պնդումներ ու կրկին ընդգծում եմ, իմ լրջագույն մտահոգությունս կայանում է նրանում, որ երբ օտարի թշնամու թելադրանքով մեր հիմնարար փաստաթղթում նման փոփոխություն է կատարում ու որ ակա օրակարգ հրաժարվելու մեր հիմնարար փաստաթղթերից, ինչպիսին օրինակ անկախության հռչակագիրն է, որը մեր պետության ծննդյան վկայականն է ըստ էության, մեր սահմանադրության հիմնարար դրույթներում, անփոփոխելի դրույթներում փոփոխությունն է, որը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախահայրերն են սահմանել են մեր պետության հիմնարար սկզբունքները, գործունեության հիմնարար հետագա գործընթացի քայլերը։ Այս բնագավառներ մտնելը եւ դրանք փոփոխության ենթարկելը ես այլ համոզմունք ունեմ, որ հետագայում կրկին թշնամու օրակարգի սպասարկում է լինելու, որովհետեւ թշնամին հնարավորություն է ունենալու միջազգային ատյաններում ընդհանրապես մեր պետության գոյության, մեր պետականության հիմնադրույթային իրավական փաստերը հարցականի տակ դնել։ Փաշինյանը իհարկե պարզաբանում էր ինչու սահմանադրական փոփոխություններից անցում է կատարել նոր սահմանադրության տեքստի մշակումը, անգամ այսպես աստվածաշնչյան նոր կտակարանից էր մեջբերում անում նոր գինին, նոր տիկերում, ձեր հիմնական պարզաբանումը սա եւս Ադրբեջանի պահանջն է։ Դե տեսեք, ակնհայտ է, հա, իրենց գործելավոճը ունեն օրակարգ, որը պետք է սպասարկեն եւ ստիպված են ինչ որ կերպ բացատրելու այդ օրակարգի հայտ գալը։ Այո, ես արդեն նշեցի ու այդ նոր եզրույթները, հա, այդ նոր տեխնոլոգիական հնարքներով հանրությունը բաժանելու որ տիրես սկզբունքի գործարկումը, ես համոզմունք ունեմ, որ մեզ ոչ մի լավ տեղ չեն տանելու, հենց օրինակ վերցնելով այս մի փոքր սահմանադրական փոփոխությունների երկարաժամկետ գործընթացը ողջին է, որը իրենց ողջ իշխանության քաղաքական ուժի որպես իշխանության գալու ընթացքում գոյություն ունի ակներև ցուցիչ է իրենց գործելավոճի։ Իրենք այս ընթացքում հաջողել են մի անգամ տապալել այդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեությունը հետ պատերազմյան շրջանում իրավաբան գիտնականների դրա կազմից դուրս գալու հիմքով։ Իրենք հաջողացրել են մի նորմատիվ իրավական ակտը վարչապետի որոշումը, որի հիման վրա այս process-ը կարգավորում է, մի քանի անգամ խախտել թե ժամկետային առումով, թե բովանդակային առումով։ Իրանք ամրագրելով այդ նույն իմ կողմից մատնանշված փաստաթղթում հիմնարար սկզբունքները, թափանցիկությունը, հրապարակայնությունը, ներառականությունը, որը կրկին Վենետիկի հանձնաժողով կարմիր թելով անցնում է, որոնց վրա պետք է հիմնված լինի սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ծայրաստիճան տապալել են, հա, սենց նմանաբնույթ սահմանադրական բարեփոխումների գործընթաց Հայաստանի Հանրապետությունը իր ողջ պատմության ընթացքում չի ունեցել այս աստիճան մեկուսի, այս աստիճան գաղտնի։ Մշտապես, հա, գործընթացում ներկայացվել են կատարվելիք փոփոխությունները, նախագծված աշխատանքները, անպայման ներկայացվել է հայեցակարգը, որը դարձել է հանրային քննարկումների, թե մարզային այցերով, թե ընդհանուր քաղաքական դաշտում, թե մասնագիտական համայնքում հանրային քննարկումների առարկա ու առաջարկությունների դիտարկումների հիման վրա կատարվել են լրամշակումներ նախագծային տեքստերի։ Մենք կրկին ընդգծում եմ, ունենք 7 տարի տևող գործընթաց ու չունենք որևիցե անգամ մեկ դրույթի արդյունք, որը կտրամադրվեր մեր հասարակությանը։ Սա արդեն բավարար հիմք է, որպեսզի
մենք մասնագիտական համայնքս լրջագույն մտավախություն ու մտահոգություն ունենանք այս գործընթացի հետ կապված։ Դուք էլ նշեցիք, որ Փաշինյանն ասել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նոր սահմանադրություն է հանրաքվեի դրվելու, արդյոք չի ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը հանրությանը պատրաստում է ոչ թե ընտրությունների, այլ հանրաքվեի, որպեսզի մենք գնանք ոչ թե ընտրության, այլ հանրաքվեի, այսպիսով Բաքվի պայմանները կատարելով։ Այստեղ նախ հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում կա հստակ կարգավորում, որ նույն օրը այնուամենայնիվ ինչքան է մտահոգություն կա, չեն կարող անցկացվել խորհրդարանական ընտրություններ եւ հանրաքվե, բայց մեկը մյուսով փոխպայմանավորված են լինելու, արդեն հստակ հայտարարություն ու բնդում այդ մասին մենք ունենք, այսինքն եթե այս իշխանությունը վերարտադրվում է ընտրությունների արդյունքում, հաջորդ քայլը սահմանադրական նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն է լինելու։ Եվ վերջին օրերին ակտիվացել է անկլավների վերաբերյալ խոսույթը։ Նիկոլ Փաշինյանը անկլավների վերաբերյալ այսպես տարբեր դիրքորոշումներ էր հայտնել տարբեր ժամանակահատվածների ընթացքում։ Նա նշել էր, որ հանրաքվեի հնարավոր է դրվի, ասել էր նաև, եթե նույնիսկ հանրաքվեի չդնի տարածքային փոխանակման հարցը, ապա քաղաքացիների դիրքորոշումը հաշվի կառնեն։ Այդուհանդերձ, եթե հանրաքվեի չդրվի, արդյոք այսպիսով չի խախտվում սահմանադրությունը։ Իհարկե խախտվում է, դա հերթական մանիպուլյացիան է, բառախախն է, որովհետև մեր սահմանադրությունը իմպերատիվ դրույթ ունի, համաձայն որի Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության հետ կապված հարցերը որոշվում են հանրաքվեի արդյունքում, այսինքն սահմանադիրը այս լիազորությամբ լիազորել է ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Արդեն մենք մի նման միջադեպ ունեցել ենք, իսկ ենթադրյալ անկլավները, որոնք հիմա օրակարգում են, օրինակ Տիգրանաշենը հանդիսանում է վարչատարածքային բաժանման մասին օրենքում Արարատ մարզի գյուղ բնակավայր։ Հետևաբար ցանկացած փոփոխություն բացառապես հնարավոր է միայն հանրաքվեի արդյունքում ու ոչ միայն տեղական, դա պետք է համապետական բնույթ կրի եւ մեր պետության ողջ բնակչությունը պետք է որոշի, արդյոք իր համար դա թույլատրելի է։ Եվ շրջանցումը դա հերթական հակասահմանադրական, հակաիրավական գործընթացն է։ Այլ ընտրանք, այլ կերպ բնակչության կարծիքը հարթնելու քան հանրաքվեն է, սահմանադրությունը չի նախատեսել նման հարցերի պարագայում։ Փաշինյանը ենթադրյալ անկլավների փոխանակման մասին խոսելիս տարբեր ժամանակահատվածում տարբեր կետեր էր առանձնացրել 2021-ին օրինակ երբ նա խոսում էր անկլավների մասին նշում էր որ Ադրբեջանը պետք է իրավական հիմքեր տա հետո ասաց որ Ադրբեջանը խոստացել է այդ իրավական հիմքերը տալ մեկ այլ առիթով էլ նշել էր որ անկլավների վերաբերյալ իրավական հիմքեր փոխադարձաբար չեն քննարկվել եւ ուսումնասիրել ինչ է կարծում արդյոք Բաքուն կտա այդ իրավական հիմքերը եւ ինչ է ենթադրում իրավական հիմքեր Տեսեք, մեր խնդիրը կանում է նրանում, առիթ եմ բազմից ունեցել այս մասին անդրադառնալու, որ մենք ունենք գործընթացներ, խաղաղության ենթադրյալ ճակերտավոր դարաշրջան եւ խաղաղության պայմանագիր ու դրանց պարագայում մինչեւ հիմա անգամ մեր գերիները չեն վերադարձվել։ Մենակ այս փաստական հանգամանքը գալիս է չեղարկելու այդ ճակերտավոր խաղաղության դարաշրջանը եւ խաղաղության պայմանագրի էությունը, այսինքն առնվազն Ադրբեջանը ազնիվ չէ այս գործընթացում եւ խաղաղության միտված ակնկալիքներ իր գործողություններում ուղղակիորեն բացակայում են։ Երկրորդ, գնալ բանակցային գործընթացի, ստորագրել փաստաթղթել, այնուհետև տեսնելու կամ այնուհետև պայմանավորվենք սկզբունքներով, սա աստիճան անթույլատրելի է եւ բնականաբար բացասական հետևանքային է լինելու մեր հայկական կողմի համար։ Սա հակասում է դիվանագիտության, իրավական գործընթացների կանոններին, իրավական հիմքը այն է, որ փաստաթղթերով կոնկրետ պետությունները նախապես փոխպայմանավորվում են գործընթացների վերաբերյալ էականորեն, դա վերացական ընդհանրապես Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը չէ կամ ինչ-որ վերացական սկզբունքների հղում անելը չէ։ Դա հստակ քառակուսի կիլոմետրերով տարածքով պայմանավորվում է, թե որն է համարվում Հայաստանի Հանրապետության տարածք։ Դա հստակ ուղղակի նկարագրությունն է ենթադրյալ անկլավների դեպի դրանց ճանապարհների։ Դա հստակ նկարագրում է, թե որ երկրի իրավապահ մարմիններն են թե մաքսային, թե սահմանային վերահսկողություն իրականացնելու
իրականացնելու, թե որ պետության իրավազորության ներքո են գտնվելու այդ տարածքներում գործողությունները, թե ոնց է ընդհանրապես այդ սահմանազատումը իրականացվելու թղթին տրված նկարագրությամբ։ Այս բոլոր հարցերը պետք է նախապես կանխապ որոշված ու փոխպայմանավորված լինեն, ոչ թե հետին թվով կամ ընդհանրապես վերացական առումով հետո կտեսնենք սկզբունքով առաջնորդվելով։ Այս ամենը մեզ շատ վատ տեղ է բերելու։ Իրավական հիմքերով ինչպես է արվելու անկլավների փոխանակումը։ Հենց այդ եմ ասում, իրավական հիմքերը առկա չի։ Մենք արդեն ունեցել ենք Գիրանցի դեպքը եւ Գիրանցի պարագայում մենք տեսանք, թե տարածքը հանձնվեց, այսպես չակերտա, որ սահմանազատումը կատարվեց ինչ որ կիսաթափանցիկ պատի միջոցով, այդ պատը դարձավ մեր անվտանգության երաշխիքը եւ իրավական հիմքերը հետին թվով, նոր են կանոնակարգը կհիշեք միջպետական սահմանազատման հանձնաժողովների նոր մեր երկրում ներպետական վավերացման գործընթաց կատարվեց ու կարևոր արձանագրում է, որ Գիրանցից հետո այդքան բազմաչարչար խոստումներ տալուց հետո ունենք արդեն 1 տարուց ավել է վավերացված կանոնակարգը եւ չունենք գետ 1 մետր տարածք սահմանազատում։ Եթե իրական էր այս գործընթացը, ինչի մյուս տարածքային հատվածներում, որտեղ չկա վեճ սահմանների հետ կապված, որտեղ կա Հայաստանի Հանրապետության հստակ միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածք, չի կատարվել սահմանազատման գործընթաց։ Բնականաբար իմ կարծիքով պատասխաննակներով է, որովհետև թշնամին սահմանազատում է այն տարածքները, որոնք վիճահարույց են եւ որոնք ակնհայտորեն պատկանում են մեզ։